Ղուկաս 6 Շաբաթ օրով բոկված հասկեր։ Առաջին ամսվա երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա շակերտները հասկ էին բոկում, շփում իրենց ափի մեջ և ուտում։ Եվ փարիսեցիներից ոմանք ասացին նրան. «Ինչու եք անում այն, ինչ օրինավոր չի անել շաբաթ օրով»։ Հիսուս նրանց պատասխանեց և ասաց. «Դուք չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղցկաց ինքը և նրանք, որ նրա հետ էին, թե ինչպես նա մտավ Աստծո տունը, կերավ առաջավորության հացը և տվեց նրանց, որ իր հետ էին, մինչդեռ բացի քահանայապետներից ոչ ոքի չէր թույլատրված ուտել այն»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Մարդու որդին նաև շաբաթ օրվա տերն է»։ Չորացած ձեռքի բժշկումը։ Եվ մի ուրիշ շաբաթ օր նա մտավ ժողովարան և ուսուցանում էր, և այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր։ Օրենսգետներն ու փարիսեցիները հետևում էին տեսնելու, թե արդյոք շաբաթ օրը կբժշկի, որպեսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն։ Եվ նա գիտեր նրանց մտածումները։ Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վեր կաց, մեջտեղ արի»։ Նա վեր կացավ, կանգնեց։ Հիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրը ինչ բան է օրինավոր անել, բարի գործ անել, թե չար գործ, մի հոգի փրկել, թե կորստյան մատնել»։ Եվ իր շուրջը բոլորի վրա զայրագին նայելով ասաց նրան. «Ձեռքդ երկարիր»։ Եվ նա երկարեց, և նրա չորացած ձեռքը առողջացավ մյուսի նման։ Նրանք լցվեցին կատաղությամբ և միմյանց հետ խոսում էին, թե ինչ անեն Հիսուսին։ 12-ի ընտրությունը։ Եվ այդ օրերին Հիսուս լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Եվ երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նրանցից 12-ին, որոնց և առաքյալներ անվանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, և Անդրեասին, նրա եղբորը, Հակոբոսին, Հովհաննեսին, Փիլիպպոսին, Բարթողեմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին, նախանձախույս կոչվածին, Հակոբի որդի Հուդային և Իսկարիովտացի Հուդայի, որը և մատնիչ եղավ։ Բազմություններ Հիսուսի հետևից։ Եվ նրանց հետ միասին իջավ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը և ամբողջ Հրեաստանից ու Երուսաղեմից և այն կողմերից և Տյուրոսի ու Սիդոնի ծովեզրից շատ մեծ բազմություն եկել էր լսելու նրան և բժշկվելու իրենց հիվանդություններից, և պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։ Երանիներ և վայեր։ Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրա ու ասաց. «Երանի հոգով աղքատներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է։ Երանի նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան։ Երանի նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն։ Երանի է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն և երբ որ ձեզ մերժեն և նախատեն ու մարդու որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ Ուրախացեք այդ օրը և ցնծացեք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, նրանց հայրերը նույն ձևով էին վարվում մարգարեների հանդեպ։ Բայց վայ ձեզ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք։ Վայ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք։ Վայ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք։ Վայ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուրբ մարգարեներին այդպես էին անում։ Սեր թշնամիների հանդեպ։ Բայց ասում եմ ձեզ,
դուք, որ լսում եք ինձ, սիրեցեք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարություն արեք, օրհնեցեք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթեցեք, ով խփում է քո ծնոտին, նրան մյուսն էլ մոտեցրու, եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի արգելիր, որ վերցնի շապիկը դել, ամեն մարդու, որ քեզնից ուզում է տուր, եւ ինչ որ մեկը քեզնից վերցնի, ետ մի պահանջիր, եւ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպես արեք եւ դուք նրանց, եւ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին, եւ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղավորներն էլ նույնն են անում, եւ եթե փող եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղավորներն էլ են փող տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն, բայց դուք սիրեցեք ձեր թշնամիներին եւ բարություն արեք ձեր ատողներին, ու փող տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք, եւ ձեր վարձը շատ կլինի, եւ դուք բարձրյալի որդիներ կլինեք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդեպ, գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր հայրը գթասիրտ է, ուրիշներին դատել, մի դատեք, որ Աստծուց չդատվեք, մի դատապարտեք եւ չպիտի դատապարտվեք, ներեցեք եւ ներում պիտի գտնեք Աստծուց, տվեք եւ պիտի տրվի ձեզ, ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով, թաթախուն, շարժուն, զեղուն, այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար, նրանց մի առակել ասաց, միթե կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն, աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը, ամեն կատարյալ աշակերտ իր վարդապետի պես կլինի, ինչու քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում, եւ կամ ինչպես կարող ես եղբորդ ասել, եղբայր, թող որ քո աչքից այդ շյուղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում, կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր, եւ ապա լավ կտեսնես քո եղբոր աչքից շուղը հանելու համար, պտղից է ճանաչվում ծառը, որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, եւ դարձյալ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում, փշերից թուր չեն քաղում եւ ոչ էլ մորենուց խաղող, բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում, որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը, երկու տները, ինչու ինձ Տեր, Տեր եք կոչում, իսկ ինչ ասում եմ չեք անում, ամեն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ում է նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրա, եւ երբ հեղեղ բարձրացավ, գետը զարկեց տանը եւ չկարողացավ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրա էր հաստատված, իսկ ով իմ խոսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում, գետը զարկեց եւ այն իսկույն փուլ եկավ, եւ այդ տան կործանումը մեծ եղավ։